Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVKM-ը տեսակապի միջոցով կզրուցի Արթուր Սարգսակ Կարապետյանի հետ։ Շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ։ Ես էլ եմ շնորհակալ։ Եկեղեցի իշխանություն հակամարտությունը նոր փուլ է մտնում, ինչպես տեղյակ եք, երեք կտրիչ Ներսիսյանը կարգալույց արեց Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Դրանից անմիջապես հետո Տեր Արամը Facebook-յան գրառում արեց եւ ասաց, որ այս Կիրակին նա պատարակ է հրավիրում, պատարակ է անելու։ Դրան էլ հաջորդեց վարչապետի գրառումը, որ նա մասնակցելու է Տեր Արամի հրավիրած պատարակին։ Ես խնդրեմ ամփոփենք, թե ինչ է կատարվում, որն է լինելու սրա հանգուցալուծումը։ Նայեք, տեղի ունենում արդեն, օրինակ ես երկար ժամանակ չէինք հանդիպել, բայց ես միշտ խոսել եմ շատ ավելի կոռեկտ, փափուկ, հիմա էլ եմ պատրաստվում խոսել, բայց մի քիչ կոշտություն է պետք մտցնել, որտեղ սա արդեն սանձարձակություն է, այսինքն վստահաբար կարելի ասել, որ այսպես կոչված ամենայն հայոց չկաթողիկոսը վաբանկ է գնում ու շատ ճիշտ որոշում է, որ Տեր Արամը պետքա մասնակցի ու վարչապետն էլ պետքա գա։ Ես գիտեք երևի, տենց չեմ մտնում քաղաքական արտահայտությունների մեջ, բայց հպանցիկ պետքա անցնել, որտեղ ուրիշ որևէ մի էլ հնարավորություն չկա շրջանցել քաղաքական այդ բաց տեքստը, որտեղ սա արդեն ասում եմ, էլ այսպես ասած ոչ մի ռամկեքի մեջ նորմալ բանի մեջ սա չի մտնում արդեն։ Սա եզրափակելով խոսքս այս հարցին եզրափակիչ պատասխանեմ, սա արդեն կաթողիկոսի կողմից վաբանկ է։ Եվ հնարավոր համարում եք, որ հաջորդ հավաքը լինի Էջմիածնում օրինակ։ Նայեք, հավաք կարա լինի Էջմիածնում, բայց եթե ինչ վերաբերվում է նրան, որ այդ հավաքով կտրիչ Ներսիսյանը ինքնական պետք է հեռանա, ես իմ կարծիքն եմ հայտնում։ Դա քիչ հնարավոր է, որ ինքը ինքնական հեռանա։ Ասեմ ձեզ ինչի։ Ինքը եթե գնաց, իր հետ պատկերացնում եք, քանի հոգի պետքա գնա։ Ես հիմա անուններ չեմ տա, բայց մի 8-9 arczepiskopos իր հետ պետք է գնա։ Ես ձեզ ավելին ասեմ, Լիլիթ ջան, ես կյանքում իմ չէի պատկերացնի, որ այս վերջի 4 օրվա ընթացքում ինձ սովորական սարկավագիս իմիջիալոց մի փոքր թեմայից շեղվելով ասեմ, որ ամբողջ այդ լժե եկեղեցականներն իմանան, սարկավագը ոչ կարգալույծ է արվում, ոչ բան, դա այն պաշտոնն է, որը կարգալույծության ենթակա չի, որտեղ սարկավագի վրա մեռոն չկա։ Վերադառնամ, որ ասենք ինձ 3 arczepiskopos զանգել են ինձ սարկավագիս ու ասել են դե դու ոնց որ այդ թեմայի մեջ ես, կլինի այդ իրանց բառապաշարով եմ ասում ես, կլինի մենք մեր տեղը պահպանենք, դուք ձեր տեղը պետք է պահպանեք այն դեպքում, եթե դուք պատիվ ունենաք, ամեն մարդ ինքն է իր պատիվը ստեղծում։ Ես չեմ կարա ձեր համար պատիվ ստեղծեմ, ես իմ համար կարամ պատիվ ստեղծեմ։ Դրա համար այդ հարցի պատասխանը ձեզ տալիս եմ հարգելի arczepiskoposներ CVKM-ով։ Այսպեսի մի հարց, քանի որ հնարավոր չէ համարում, որ այս պահին օրինակ Հովանավանքի պատարակից հետո կտրիչ Ներսիսյանը կհեռանա, ըստ ձեզ ինչ պետք է լինի, որ կտրիչ Ներսիսյանը հեռանա։ Լիլիթ ջան, այդ տնից հարց է, կտրիչ նորից եմ կրկնում, որ պատկերացրեք կտրիչ Ներսիսյանը, որ հեռանա, իր հետ, ինչքան այդ մարդիկ, ովքեր որ իր հետ պետք է գնան, նրանք ասում են դու մնա գահին, թե չէ սաղից փուրն ես տալու, ավելի լավ է դու ումի չգնաս, քո հետ միասին, որտեղ որ դու գնացիր, մենք էլ ենք գնալու, կան այդպես ուժեր, որ հիմա իրան ինքը ինձ թվում է արդեն հոգնել է այս ամեն ինչից, շուտվանից մեծ ցանկության դեպքում կգնար։ Մամուլում օրերս մի այսպիսի լուր էր տպագրվել, որ կտրիչ Ներսիսյանը բոլոր թեմերին հրավիրում է նոյեմբերին ինչ-որ հավաքի եւ շատ հնարավոր է, որ խոսվի իր հեռանալու մասին։ Այս տեսակ լուր է եղել, ես խնդրեմ նաեւ սրա հավանականության մասին խոսենք։ Կարամ երկու բառով արձագանքեմ, Աստված տա։ Ուրիշ ստեղ նայեք, միգուցե ես մի քիչ առաջ եմ ընկնում, օրինակ հիշենք հարցազրույց ձայնագրությունը Նաթան arczepiskoposi եւ այդ կարգալույց գավազանակրիչ է։
զարմանալիությունը, ասենք, գիտեք ինչու՞մ է կայանում։ Այս աբեղան կարգալույց եղած, ասма ինձ հորդորում են գնալ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքների եւ լոնդոնյան երկնագույն ակումբներում քաշ եկած Նաթան arczepiskopos-ը վստահաբար եմ ձեզ ասում, եթե ես մի բանը չիմանամ, չեմ ասի։ Մի հատ չի հարցնում այդ մարդուն, ասում է ցավում եմ, որ դու որ չի ասում ցավում եմ, որ կաթողիկոսը քեզ տենց բան է ասել, ասում է ցավում եմ, որ դու քո որոշումը չես փոխի։ Այսինքն ինքը օքեյ է դրա հետ, որ կաթողիկոսը կարա այդ մարդու մորը, ով որ երեխա է կորցրել պատերազմի ժամանակ, ինքը դրա հետ օքեյ է, որ գնա հանրահավաքի։ Բայց այն որ Կտրիչ Ներսիսյանը պարականոն որոշում է կայացրել ու բոլորին խեղտած է պահում, այդ ինքը նորմալ է, ինքը իրան էլ է ինքը խեղտած պահում Կտրիչը։ Իրան կարելի է մի հատ հարցնել, ինքն չի է Լոնդոնից եկել, կարող է այնտեղ խնդիրներ ունեցել մի քանի տարի առաջ Լոնդոնում։ Կարող է ինչ-որ մի քանի նկարներ, ձայնագրություններ կա, որ ինչ-որ որոշ ոչ պատշաճ ակումբներում է գտնվել։ Կարող է այդ ձայնագրություններն արհեստական բանականությամբ արած։ Ոչ, որտեվ Նաթան arczepiskopos-ի ձայնը այնպիսի հետաքրքիր է, որ արհեստական բանականությամբ դա չէին կարող։ Մայրաթորը իդեպ չհերքեց բովանդակությունը, այլ հայտարարություն տարածեց, որ չի կարելի գաղտնալսել այս տեսակ այս բովանդակության էր նրանց հայտարարությունը եւ ոչ մի հերքելու բան չեղավ այդ հայտարարության մեջ։ Լիլիթ ջան, Մայրաթորը գիտեք ինչա հերքում։ Օրինակ իմ հարցազրույցը ձեր հետ եւ որոշ ժամանակ առաջ եւ Պետրոս Ղազարյանի հետ, Մայրաթորի արձագանքը էսա։ Ինքը սարկավակ չի, ինքը հոգևորական չի, ինքը ինքնակամ հեռացել է Ռուսաստանի թեմից, կամ ասենք որոշ շրջանակներ, ես օրինակ լսում եմ ընդդիմադիր որոշ շրջանակների, որոշ կանալներ եւ այլը, քաղաքականությամբ չէ, բայց հետաքրքիր է իրանց լսել։ Բոլորի արձագանքը էսա, բայց այդ ձայնագրությունն ով արել։ Այդ ցավները տանեմ, ինչ կապ ունի այդ ձայնագրությունն ով արել։ Ձայնագրությունը լուսնից է։ Այդ մարդը պարզ բառերով ասում է ինձ պետք չի ուղարկել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին։ Մայրաթորի արձագանքը Լիլիթ ջան, մենակ էդ է։ Այսինքն ես իմ հարցազրույցի մեջ օգտագործում եմ կապիո բառը, ոչ թե գեղարդ։ Ինձ ասում են խես կապիո ասում։ Կամ ասում եմ այսինքն մենակ էդ է։ Այն որ ես բարձրաձայնում եմ, ուրա այս եկեղեցին, որտեղ այս կորած եկեղեցին, ինչու Բուլղարիայի թեմ 30 տարի հոգևորական չի նշանակվում, որտեղ ուզում են կարող, իրանք դրան չեն արձագանքում։ Իրանք ասում են ինչի գլխակ չես դրել։ Այ երբ եղավ այդ մեղադրանքը, հա, հանրահավաքներին հարկադրաբար ուղարկելու եւ այլնի, ինչի համար հիմա Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորված է, ընդդիմադիրները շտապեցին Տեր Արամին ասել Հուդա, Դանիել Հովհաննիսյանին ասել գործ տվող, բայց դրանից անմիջապես մի քանի օր հետո տեղի ունեցավ, այսինքն սպրդեց այդ ձայնագրությունը, որը ապացուցեց Տեր Արամի ասածները, որ այո, եղել է հարկադրանք եկեղեցականներին ուղարկել հակաիշխանական հանրահավաքների։ Դա փաստ է ինչ որ տեղի է ունեցել այդ ձայնագրությունները։ Եվ կան բաներ, որոնք պետք է, օրինակ ես միշտ ասել եմ, ես կարամ մեկնաբանեմ, կարամ ասեմ այն, ինչ որ տեսել եմ, այն ինչ որ լսել եմ, չեմ կարա մեկնաբանեմ, շատ բան եմ լսել, բայց այս ձայնագրությունները, սրանք պարզ ապացույց են նրա, որ սա խուժանություն է, խուժանություն, ուրիշ բառ սրան չկա, սա խուժանություն է։ Դուք պատկերացրեք, որ այս ձայնագրությունը, եթե չեմ սխալվում, Ռուբեն Ռուբինյանը մի քանի օր առաջ ասեց, այդ ձայնագրությունը ինչ որ մեկը ձայնագրել է։ Լսի, այդտեղ փաստացի հանցագործություն կա, ինչ կապ ունի, դա ով է ձայնագրել։ ԱԱՑ-նա, ՊՊՑ-նա, ինչ որ մի հատ անձա, ասենք, պրիվատնի մարդը, դա ինչ կապ ունի։ Դուք մեկնաբանեք, այդպես խոսակցություն եղել է թե չէ։ Իրենք դա չեն հերքում։ Բովանդակությունը Մայրաթորը չի հերքում։ Ուշադրություն դարձրեք այդ ձայնագրության մեջ, ասում եմ, arczepiskopos-ի եւ աբեղայի
այն ժամանակ հլը կարգալուց չեղած աբեղայի ու arczepiskopոսի ոնց որ ասած պատասխանը աբեղային որ հա վա ինչ վատ է բան ասիկը այն որ կտրիչը հորդորելա գնալ դա ոչ մի խնդիր չի arczepiskopոսի համար էլ խնդիր չի ուղղակի arczepiskopոսը ցավում է որ չի վերադառնա այդ մարդը հետ սա խուժանություն է սա ուրիշ բառով կամ այդ մկրտիչ Պրոշյանը ինչա այդքան փող այտենց ինչ որ բենզինի չեկեր եսիմի չէ լսի դուք հոգևորական եք թե ասենք ես նորից եմ ասում միշտ փորձել եմ ավելի կոկիկ խոսալ էլի բայց էլ անհնար է սրան դիմանալ մանավանդ որ էլի եմ ասում ինձ մարդիկ arczepiskopոսներ են զանգել ու ասել որ ինչ ես կարծում մենք մեր տեղը այս ամեն ինչից հետո կպահպանենք սա խայտարակություն է Լիլիթ ջան այսինքն այդ մարդիկ հիմա սպասում են պաուզա են տվել որ տենան ինչ է ալնում ու ոնց որ սենց արանքում հասկանան էլի եթե գնում է կտրիչը իրանք իրանց գործերը առաջ տանեն եթե չի գնում կտրիչը մի ոտով իրա կողմն են Բայց եթե նրանք որևէ հակաօրինական բանի մեջ ներգրավված չեն եղել, հենց այդ նույն այդ խոշոր գումարներ եւ այլն չեն ունեցել եւ չեն հարկադրել այլ եկեղեցականների, ինչ ունեն վախենալու։ Մենակ այդ չի։ Իրանք մտածում են, որ կարող է ուրիշ գործեր էլ բացվեն։ Իրանց ընտանեկան հարցեր կա, հազար ու մի հարցեր կա։ Ես ասենք մարդիկ գիտեմ, որոնք ոչ միայն երեխան էլ, այլև թոռներ էլ արդեն ունեն։ Այդ երեխեքը թոռները ախր այդ կապ չունեն, էլի ոչ մի։ Լիովին հարգելով այդ երեխեքին, թոռներին, այդ մարդկանց իրանք են ուխտադրուժ եղել, այդ ու շատերը կան։ Ես նույնիսկ ձեզ մի բան ասեմ, մի հոգևորական կա, իմ ընկերներ, ես վերջերս իրան էլ կարգալույց արեցին, ինքը մի որոշ ժամանակ առաջ եկել է կտրիչի մոտ, ասել է ես ուզում եմ կարգալույց ելնեմ, որտեղ ուզում եմ ամուսնանամ։ Եվ կտրիչի պատասխանն եղել է մեկը մյուսին չի խանգարում։ Այդ ձեզ ասում եմ մարդ, որի հետ ես 20-25 տարի ընկերություն եմ արել։ Նենց որ նորից եմ ասում ձեզ, դուք ես չեմ հասկանում, այդ ինչ արտոնություն պետք է ունենա իր քրոջ տղեն, որ սեյֆերի մեջ փողեր պահի, բենզինի չեկեր, ես իմ ուրիշ բաներ էլ են գտել, Լիլիթ ջան, ուղղակի դրանք նայում ես ներվայնության չափ ու սահման չի, արդեն էլ անհնար է նայել այդ խայտարակությունները։ Խոսենք նաև Մեծիտանան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի իրարամերժ հակասական հայտարարությունների մասին։ Մի քանի օր առաջ նա վարչապետ Փաշինյանին նվեր էր ուղարկել, իր ողջույններն էր ուղարկել եւ տեսնում ենք, որ այսօր հայտարարում է, որ հայրենիքն է մնայունը, այս վարչախումբը գնայունն է, նրանք պառակտում են ազգը։ Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում նրա առաջին հայտարարությանը խիստ քննադատեցին դաշնակցական գործիչները, արդյոք նա այդ ճնշման տակ փոխեց իր դիրքորոշումը, ինչ եք կարծում։ Բազմիցս եղել եմ Լիբանան պետությունում, իմիջիայլոց Լիբանանը, այն պետությունն է, որտեղ որ քրիստոնյաներն ու մուսուլմանները հավասար իրավունքներ ունեն։ Եվ հիշում եք իմ մեր ձեր այդ հարցազրույցի ժամանակ իմ հետազոտությունների մասին ես պատմեցի, ես հետազոտություններ եմ արել նաև Լիբանանում։ Հիմա քանի որ ընձեռնել է հնարավորություն, ասեմ, մի քիչ հետ գնանք Լիլիթ ջան, եթե դուք չեմ անում, ինտերնետից կարող է ծանոթացած ելնեք, դաշնակցությունում եղել են այսպիսի Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան, Հակոբ Տեր Խաչատրյան, սենց հին առաջնորդներ են եղել։ Այդ որ ասում են այն ժամանակվա դաշնակցությունը, հիմիկվա դաշնակցության հետ կապ չունի, ես ասեմ ձեզ, Լիբանանի մեծը տանը Կիլիկիո կաթողիկոսությունը լրիվ ընդհանուր միշտ կառավարվել է դաշնակցության կողմից, իսկ դաշնակցությունը կառավարվել է Հեզբոլլահ խմբավորման կողմից։ Հեզբոլլան դա համարում է օրինակ Լիբանանում, եթե լավ ֆուտբոլիստ ես ու ասես, որ դու Հեզբոլլահից ես, դու կխաղաս իրանց ամենալավ թիմում։ Այսինքն մոտավորապես այս ձևի
բանով են իրանք առաջնորդվում։ Հիմա նայեք, եկեք մի հատ բան հիշենք, Լիլիթ ջան։ 1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը ամեն ինչ արեց, որ Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Ա. Սարգսյանը գա մայրաթոր, ումդեղ կաթողիկոս չընտրեն, որ Կիլիկիայի ու մայրաթորը միանան։ Բայց այնտեղ ընտրվեց կաթողիկոս Արամ Ան, այս մարդը։ Դաշնակցությունը գցեց Լևոնին։ Դրա համար որոշ ժամանակ հետո դաշնակցությունը փակվեց։ Դաշնակցությունը գցեց Լևոն Տեր-Պետրոսյանին, տեսեք չէի ուզում քաղաքականությունից խոսայի, բայց այստեղ անջատ չեն կարող լինել քաղաքականությունը, Հեզբոլլան, Արամ առաջինը, Լիբանանը, այդ այն ինչ որ տեղի ունեցավ բոլորի համար պարզ է, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել հիմնական այն առաջնորդողը, որ ընդեղից կաթողիկոսը գա ստեղ։ Այն ժամանակ էլ Կտրիչը լավ ակտիվ էր, Կտրիչը այն ժամանակ արդեն ուզում էր կաթողիկոս լինել։ Փորձեցին այս քայլը անեն, որ միանան, այնտեղ կաթողիկոս ընտրեցին։ Ինչ վերաբերվում է Արամ առաջինի հիմիկվա ասածներին, երկու բառով կասեմ, եթե Լիլիթ ջան, մի մարդ չի կառավարվում, ինքը ինքնական որոշումներ չի կայացնում։ Այնտեղ որ գնում եք այդ Անտիլիաս մտնում ենք 6-7 հատ աչք կա նայում։ Ցանկացած մարդու ով մտնում է այնտեղ արտասահմանից 7-8 հատ աչք կա նայում։ Գնում ես կաթողիկոսի գերեզմաններին, նկարել չի կարելի, ուզում ես բարձրանաս թանգարան, նկարել չի կարելի, այստեղ մտնել չի կարելի, այն միաբանական տանը մտնել չի կարելի, միաբան։ Իրանք էլ մի հատ բան են հնարել, միաբան։ Դուք ո՞նց կարաք միաբան լինեք։ Դուք սկի երկբան չեք։ Միաբան նշանակում է միակարծիք, միաբան այդ հոգևորականներին, եթե վերաբերվող արտահայտություն է։ Լավ մարդը կարա միաբան լինի իր ժողովրդի, իր ընկերների հետ։ Դուք ո՞նց կարաք միաբան լինեք։ Ինչ վերաբերում է Արամ կաթողիկոսին, երևի սրանով եզրափակենք Լիլիթ ջան, ինքնուրույն որոշում չկա։ Այսինքն ամեն դեպքում ճնշում եղել է ձեզ։ Ճնշում, են էլ ինչ ճնշում։ Իրան թուղթը տալիս են, ասում են հելի էս ասա, հետո էլ ասում են հելի են ասա, նորմալ է երևույթ է Լիլիթ ջան։ Առանց դաշնակցության ոչ մի քայլ։ Դաշնակցությունն էլ այս կարճ ասեմ, էլի չեմ ուզում մտնեմ քաղաքականություն, իսկ թվում է քաղաքական վերլուծաբանները, ասենք, ես շատ մի հարգված քաղաքական մեկնաբանի գիտեմ, իրան շատ եմ հարգում, Ռուբեն Մեհրաբյանը։ Ինքը մի հատ լավ բառ ունի, ասում է դաշնակցությունը բեզարած է, արդեն բեզարել են իրանք։ Այսքան է Լիլիթ ջան։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, ցանկանում եմ ձեզ, մեզ տոկունություն, որ կարողանանք դիմանանք այս իրադարձություններին, որ տեղի ունենան ու հույս ունենանք, որ ամեն ինչ լավ կավարտվի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Արթուր Սարգսակ Կարապետյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։